Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են։ ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի հունիսի 16-ին ստորագրված հրամաններով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։ Ոստիկանության մայոր Դավիթ Վարույրի Խաչատրյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության կապիտան Արայիկ Արամայիսի Գասպարյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլեազորի պաշտոնից եւ նշանակվել նույն վարչության բաժնի պետի պաշտոնին։ Կադրային փոփոխություններ են կատարվել նաեւ ճանապարհային ոստիկանության եւ պետական պահպանության վարչություններում։ 2015 թվականի առաջին կիսամյակում ԼՂ ոստիկանության ղեկավարության մոտ անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն Սույն թվականի հունիսի 13-ին ԼՂ ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂ ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ մարդու կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով ԼՂ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից հարուցված քրեական գործերի ամփոփմանը։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։ ԼՂ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերին համապատասխան կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում հանրորեն վտանգավոր այն արարքները, որոնք ուղղված են մարդուն կյանքից զրկելուն կամ նրա առողջությանը վնաս պատճառելուն ու ըստ անմիջական օբյեկտի բաժանվում են երկու խմբի՝ կյանքի դեմ ուղղված եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ դասակարգմանը։ Ըստ զեկուցողի 2015 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1 նկատ ժամանակահատվածում ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել եւ վարույթ են ընդունվել 134 քրեական գործ, որոնցից 16-ը կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով։ Ոստիկանության պետի տեղակալը հանգամանալից վերլուծելով նշված քրեական գործերի նախաքննության ընթացքն ու արդյունքները, գոհունակություն հայտնեց դրանց որակի ապահովման տեսանկյունից եւ պահանջեց չբավարարվել ձեռքբերումներով ու անշեղորեն պահպանելով օրենքով սահմանված քննության ժամկետները, շարունակել նախաքննության օբյեկտիվության լիարժեք ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Սույն թվականի հունիսի 15-ին ԼՂ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր արարողակարգ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին ակտիվ մասնակցություն եւ առաջադիմություն ցուցաբերելու համար ԼՂ ոստիկանության մի շարք ծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան միանվագ դրամական պարգևատրման։ Հատկապես արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների լեզուների իմացությունը անհրաժեշտ նախադրյալը Արցախ ժամանող օտարերկրացիների հետ հարաբերվելու եւ նրանց խնդիրներին լուծում տալու համար։ Ամառային ժամանակաշրջանի հետ կապված հրատապություն են ստանում հատկապես հանգստյան գոտիների հարակից ճանապարհատվածներում անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմը անցնում է ուժեղացված ծառայության եւ մշտական վերակարգերի սահմանում հանգստյան գոտիների մերձակայքում։ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանի հավաստմամբ անվտանգ երթևեկության ապահովման եւ հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով հանգստյան գոտիների հարակից ճանապարհահատվածներում ճանապարհային ոստիկանության անձնակազմը արդեն իսկ անցել է ուժեղացված ծառայության եւ սահմանել մշտական վերակարգեր։ Հարգելի վարորդներ, խնդրում եք ձեզ մնալ ոգելից խմիչքներ գործածելուց։ Պարոն Օհանյան, ամառային ժամանակաշրջանում առավել հրատապություն է ստանում հանգստյան գոտիների մերձակայքում ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները։ Կարող եք ասել կոնկրետ ինչ միջոցառումներ եք իրականացնում այս տարի եւ ինչպիսի արդյունքներ եք ակնկալում։ Անդրադառնալու ճանապարհային երթևեկության բնագավառում արկա կոպիտ վարչական իրավախախտումների շարքին դասվող անստապվիճակում տրանսպորտային միջոցը վարելուն հարկ եմ համարում շեշտել, որ նշված իրավախախտման համար բավական խիստ պատժամիջոցները պայմանավորված են դրա վտանգավորության աստիճանից։ Մասնավորապես վարորդը անստապվիճակում տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում առաջնահերթ վտանգում է իր առողջությունն ու կյանքը։ Այնուհետև երթևեկության յուրաքանչյուր մասնակցի առողջությունն ու կյանքը։ Ճիշտ է, ամառային ժամանակաշրջանում մշտական ուժեղացում է ճանապարհային ոստիկանության կողմից ծառայությունը, պարբերաբար
կատարվում են պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ, նույնիսկ ծառայություն է իրականացում հարակից տարածքներում, հանգստի գոտիներում, որտեղ բարձրախոսով կոչ է անվում ալկոհոլային խմիչքներ չօգտագործել։ Ճանապարհային ոստիկանության կողմից զգոնությամբ է տարվում նշված իրավախախտման նկատմամբ ծառայությունը, մշտական կատարվում են կանխարգելիչ նախականխոհական միջոցառումներ, որոնք բնորոշ են հիմնականում պրոֆիլակտիկ աշխատանքներին։ Հանգիստը բնության գրկում վայելող վարորդներին եւս մեկ անգամ հորդորում եւ միաժամանակ պահանջում ենք չտրվել գայթակղությանը եւ ոգելիցի ազդեցության տակ չվարել տրանսպորտային միջոցները։ Հակառակ դեպքում զգուշացնում ենք, որ կկիրառվեն վարչական ներգործության ամենախիստ միջոցները։ Ուշադրություն, ԼՂ ոստիկանության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1976 թվականին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում ծնված Միքայել Ալեքսանդրի Սարգսյանը 2000 թվականից աշխատելով Արցախ բանկ փակbaşնետիրական ընկերության Ասկերանի մասնաճյուղում սկզբից որպես վարկային մասնագետ, իսկ 2010 թվականից մինչև 2015 թվականի փետրվարի 23-ը Բերօրնշալ բանկի մասնաճյուղի կառավարիչ, քաղաքացիների վստահությունը չհրաշայելու եղանակով կազմել է կեղծ ավանդային պայմանագրեր եւ ստանալով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել դրանք։ Նախաքննություն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի կարծելու, որ Միքայել Սարգսյանի ապօրինություններից կարող են տուժած լինել այլ անձինք եւս։ Միքայել Սարգսյանի հանցավոր գործողություններից տուժած անձանց խնդրում եք դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 102 047 94 58 23 հեռախոսահամարներով։ Իսկ այժմ ձեր ուշադրությանն եք ներկայացնում Հանրապետության տարածքի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համառոտ տեղեկությունները։ Սույն թվականի հունիսի 9-ից մինչև հունիսի 16-ին ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 10 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 9-ին ժամը 00:50-ի սահմաններում 1992 թվականին ծնված Արսեն Գալստյանը վարելով իրեն պատկանող Volkswagen Passat ավտոմեքենան Մայրաքաղաքի Դավիթ Բեկ փողոցի 42A շենքի մոտ բախվել է աջ մայթեձրին առկա մետաղյա արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածք։ Հունիսի 10-ին ժամը 19:20-ի սահմաններում 1983 թվականին ծնված Վիտալի Աթայանը վարելով Mercedes-Benz ավտոմեքենան Դրամբոն Ստեփանակերտ ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ բախվել ձախ հատվածում առկա հողաթմբին, ինչի հետևանքով երկու ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Հունիսի 10-ին ժամը 20:00-ի սահմաններում 1975 թվականին ծնված Մհեր Գրիգորյանը վարելով Mitsubishi Pajero ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցի 23 շենքի բակում հետընթաց կատարելու ժամանակ վրայերթի է ենթարկել 1933 թվականին ծնված Սեդա Ավանեսյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 11-ին ժամը 10:10-ի սահմաններում 1986 թվականին ծնված Արմեն Հովհաննիսյանը վարելով իրեն ամրացված Ford Transit ավտոմեքենան Մայրաքաղաքի Կամո փողոցի թիվ 14 շինության մոտ վրայերթի է ենթարկել 2001 թվականին ծնված Սամվել Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 11-ին ժամը 16:45-ի սահմաններում 1980 թվականին ծնված Արսեն Սարգսյանը վարելով իրեն պատկանող ՎԱԶ 2109 ավտոմեքենան Մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրայերթի է ենթարկել 2004 թվականին ծնված Արտյոմ Մայիլյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 14-ին ժամը 12:30-ի սահմաններում Մարտունի Ննգի Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել 1966 թվականին ծնված Սուրեն Բաղարյանի վարած ՎԱԶ 2106 եւ 1980 թվականին ծնված Մհեր Դանիելյանի վարած Nissan X-Trail ավտոմեքենաները, ինչի հետևանքով Սուրեն Բաղարյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
Հունիսի 15-ին ժամը 11:30-ի սահմաններում 1977 թվականին ծնված Ալեքսեյ Ավանեսյանը, վարելով իրեն պատկանող ԲԱԶ 2107 ավտոմեքենան, Խրձլիստան գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ գլորվել, ինչի հետևանքով 3 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3, ապօրինի զենք զինամթերք պահելու գողության եւ ապօրինի ծառահատման մեկական հանցագործության դեպք։ Իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական աշխատանքների շնորհիվ բոլոր դեպքերով հանցագործներ կատարած անձիկ հայտնաբերվել են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ արձանագրվել է 156 ահազանգ, որոնցից 136-ը վերաբերվել են բուժհաստատությունների ստացված կենցաղում անզգուշությամբ առաջացած վնասվածքների, 9 միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, 3-ական հրդեհի եւ անասնակորուստի, 2-ը հեռախոսի կորուստի, իսկ մնացած 3-ը այլ բնույթի դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընդհանցքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվությանը ենթարկվել տրանսպորտային միջոցների 212 վարորդներ, որոնցից 12-ը անսթափ վիճակում, 137-ը սահմանված արագությունը գերազանցելով, 4-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին ընդ ձեզ։